Ինչպես ստանալ այսպիսի էֆեկտ։ Դրա համար մեզ պետք է իրարից տարբերվող մի քանի առարկա, պուլտ և սեղան։ Նկարելու ենք երկու կադր և հեռախոսը անպայման պետք է լինի անշարժ։ Առաջին կադրը նկարում ենք, թե ինչպես ենք սեղմում պուլտին ըստ առարկաների քանակի։ Երկրորդ կադրը հերթականությամբ դնում ենք առարկաները սեղանի մյուս ծայրին անպայման նույն տեղում։ Դնում ենք, պահում ենք մոտ 1 վայրկյան և անցնում հաջորդին։ Այդպես անում ենք բոլորի հետ։ Հետո բացում ենք վիդեոները CapCut-ում։ Առարկաների վիդեոում գտնում ենք այն պահը, երբ առաջին առարկան սեղանին է, սեղմում ենք ռեզիլիչ և ջնջում ձախի հատվածը, սեղմելով ուդալիչ։ Հետո առաջ ենք տանում մոտ 1 վայրկյան, սեղմում ռեզիլիչ, էլի առաջ ենք տանում ու գտնում այն պահը, երբ արդեն երկրորդ առարկան է սեղանին, սեղմում ենք ռեզիլիչ և ջնջում ձախի հատվածը։ Նորից 1 վայրկյան առաջ ենք տանում, սեղմում ռեզիլիչ։ Գտնում ենք այն պահը, երբ արդեն երրորդ առարկան է սեղանին, սեղմում ենք ռեզիլիչ և ջնջում ձախի հատվածը։ Այսպես անում ենք մնացած բոլոր առարկաների հետ։ Հետո ընտրում ենք պուլտով վիդեոն, սեղմում ենք նավաժենիե և բերում հավասարեցնում ենք առարկաներով վիդեոյի հետ։ Հետո սեղմում ենք մասկա, գորիզոնտալն է, շրջում ենք 180 աստիճան և վերջապես առարկաների հայտնվելը հավասարեցնում ենք պուլտին սեղմելուն։ Այսքանը, պահպանիր, որ հետո փորձես։